Հասկանալի է, որ ոնց որ դա նաև նախկինում էր, նախկին տարիներին եւ տասնամյակների ընթացքում եւ Ռուսաստանի եւ արևմտյան կողմերի, այստեղ մենք կարող ենք բաժանենք եվրոպական եւ ամերիկյան արտեն, ինչ որ մրցակցություն կա, թե իրական այդ բանակցային գործընթացի առաջատար որ գերերտությունն է լինելու, առավելևս այն պայմաններում, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն վերջի 1-2 տարվա ընթացքում արդեն դուրս են եկել ուղակի երկկողմ բանակցությունների, բայց համենայն դեպս թե որ ուժի, որ աշխարհակահական դերակատարի հովանու տակ դա տեղի կունենա, նույնպես բնականաբար անդրադառնալու է եւ կարա երկարաժամկետ, ասենք, անդրադարձ ունենա տարածաշրջանային քաղաքականության վրա եւ հասկանալի է, որ Մոսկվան կփորձի օգտագործել նաեւ այս առիթը, որտեղ որ արդեն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ մասնակցելու է, հայկական կողմի արձագանքների պահով դուք կարծում եմ տեղյակ եք, բայց համենայն դեպս հասկանալի է, որ Մոսկվան կփորձի օգտագործել այս բանը, առավել եւս նաեւ օգտագործելով այն գոնե այս բային նպաստավոր մթնոլորտը, որը որ ստեղծվում է Ռուսաստանի համար եւ ռուս-ուկրաինական, ասենք, ռազմական գործընթացի եւ նաեւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան այդ դիվանագիտական խաղին, որը որ մենք բոլորս տեսնում ենք վերջի շաբաթների ընթացքում։